Քանզի մի փոքր ծանոթացանք մեղքերի ու անօրենությունների տեսակներին, թե որտեղից սկսվեցին կամ ինչպես են կործանում մարդկանց, նաև 10 թվերի, որ կատարյալ են խորհուրդների իմաստներին, կրկին ուշադրությունդ բեր, ով վսեմախող և Քրիստոսասեր իշխան, կապիր աստվածային գրքերի խոսքերին, որպեսզի ըստ մեր կարողության քննենք անճարելի գալուստը, ահազդու և անաչառ դատաստանը, որը վերջին գիշերը լինելու է Երուսաղեմում և որն սպասում է բոլորին։ Նրան քաջ հմուտ ու ծանոթ են Ադամի ողջ ծերունդները, մեծերն ու փոքրերը, քարոզում և միշտ ակնկալում են տեսնել այն։ Ընտրյալ արդարները անձկությամբ փափագում են նրա գալուստը, որպեսզի վայելեն նրա բարի խոստումները, իսկ անզեղչ մեղավորները, երբ հիշում են այն, նախատելով պարսավում են, որովհետև գիտեն, որ տանջվելու է նրա հայտնվելու օրը։ Մեր Տերը իր գալստյան նշանն հայտնեց ու ասաց. «Կտեսնեք մարդու որդուն զորությամբ ու բազում փառքով երկնքի ամպերի վրայով գալիս»։ Աստծո կույսից մարմնանալուց 500 տարի առաջ մեծն Դանիելը Բաբելոնում տեսավ նրա վերջին ահեղ գալուստը և ասաց. «Տեսնում էի, և ահա դրվեցին աթոռներ և բազմեց հինավուրցը»։ Նաև տեսա, ահա գալիս էր երկնքի ամպերի վրա, ինչպես մարդու որդին, և հարություն առան մեռելները երկրի հողից։ Տեսնում ես ստույգ մարգարեությունը, թե ինչ զարմանալի է, որովհետև նույն մարմնով, որը Քրիստոսն առավ Սուրբ Կույսից, չարչարվեց և մեռավ, հարություն առավ և համբարձվեց, նրանով էլ գալու է երկնքի ամպերով, հայրական անճարելի փառքով և անմարմինների անթիվ զորքերով, որ նույնիսկ երկինքը թափուր կմնա անբավելի լուսեղեն դասերից։ Եվ կգա ամպերով, որովհետև Աստծո սովորությունն է ամեն տեղ երևալ ամպով։ Նայիր երկրավոր ամպին, որ գոյանում է օդից, երևում է Աստծո հրամանով և դարձյալ ծածկվում։ Հույժ ցանկալի է այն գարնանը, երբ բարձրանում է լեռներից վեր, երբեմն էլ ուժգին փայլում ճառագայթակերպ Արեգակի լույսից, երբ դեզ-դեզ կուտակվում են իրար վրա և հեռաստանից երևում բլուր, մեկը մյուսի վրա գալով խտանում և թանձրախիտ ծառացած երևում իբրև բամբակների կույտեր ավելի սպիտակագույն, քան ձյունը, որը խտղտում է իրենց նայող մարդկանց միտքն ու աչքը։ Արդ եթե այս առարկայական ամպն այսպես հույժ ցանկալի է ու զարմանալի, ապա տես, թե այն, որ աստվածային ամպ է և Աստծո լույսով է պայծառացած, յոթնապատիկ զարդարված հրաշակերպ ջահավոր լույսով, ինչպես Արեգակ Աստծո բոցեղեն զորքերի մեջ, որքան ցանկալի և անճարելի է նրա խորհուրդը հողեղեններին։ Դրա համար Աստված ամպի մեջ երևաց Մովսեսին և ամպի մեջ խոսեց Հոբի հետ, և այն լուսավոր և զարմանալի ամպն էր, որ ցույց տվեց Թաբոր լեռան վրա։ Նույն ամպով համբարձվեց և նրանով էլ գալու է երկնքով։ Եվ ի պատիվ արդարների գերազանց լույսով լցված նույն ամպը կտա նրանց վերջին օրը, որի վրա կբազմեն ընտրյալ արդարներն ու կբարձրանան հանդիպելու Քրիստոսին ըստ առաքելական խոսքի։ Այդ նույն ամպի մեջ անպատմելի և զարմանալի փառքով բազմած կերևա Տերը։ Նրան կշրջապատեն բոլոր երկնային զորքերն անհամար հազարներով և անթիվ բյուրերով, որոնք քաղցր ձայներգությամբ կգեղգեղան Աստծո օրհնաբանությունները։ Եվ կդղրդան աշխարհի հիմքերը նրանց ահագին գոչյունների ձայնից ըստ այնմ, կլսվեն հրեշտակապետների ձայները։ Եվ արդ, ի՞նչ միտք կարող է բովանդակել, և կամ ո՞ր լեզուն կարող է ճառել Աստծո որդու անհաս, ահեղահրաշ, սոսկալի ու սարսափելի գալստյան մասին։ Քանզի մարդ սոսկում և զարմանում է, երբ թագավոր է գալիս մեծ ու հոյակապ քաղաք, նախապես զարդարում են քաղաքի արտաքինն ու փողոցները,
իսկ հետո մարդկանց բազմությունը դուրս է գալիս դիմավորելու թագավորին, շարքեր կազմած զանազան երգերով, փողերի, սրինգների և այլ գործիքների ձայներով, նաև մարդկանց գոչման աղաղակներով։ Խնջույք, ճայթյուններ, բազում դղրդոցներ և թագավորի թիկնապահ զորքերի որոտող ձայներ։ Եվ այդ պահին արեգակի ճառագայթները պայծառ աստղերի պես երբ նրանք փայլեցնում են սաղավարտները, զրահները, երկրային սրերն ու նիզակի տեգերը, ոսկեզոծ ու արծաթազոծ պատմուճանները։ Եվ այնքան ազդու է լինում հրաշալիքը, որ վախկոտ ու հիմար հռամիկները թմրում են հիացմունքից, իսկ երեխաները դողում ու խիստ սարսափում են։ Արդ, եթե սուտն ու ոչինչը, աշխարհի փառքն ու մեծությունը, որ այսօր կա, իսկ վաղը չի երևալու, որը նման է սարդոստայնի, աղբի մեջ եռացող որդերի կամ քնի մեջ տեսած երազի, այսքան զարմանալի է թվում տեսնողներին, ապա տես և հասկացիր, թե ինչ կլինի, երբ հույժ պայծառակերպ երևան երկնավոր և անմահ թագավորությունը և Քրիստոս թագավորը նստած լուսազարդ ու աստվածատեսակ ամպերի վրա։ Նրա երեսի լույսից կհալվեն երկինքն ու երկիրը, ինչպես մոմը կրակի առաջ։ Արեգակից պայծառ անթիվ լուսեղեն զորքեր կլինեն նրա շուրջը, իսկ Հայրն ու Հոգին անսպառ և անսահման փառքով նրա հետ բազմած կլինեն այն անձեռակերտ աթոռին, որոնց փառքի սաստկությունից կսարսեն երկնային զորքերը, կսոսկան ու կթաքնվեն սերով բեները, որովհետև չէին տեսել Աստծո փառքը։ Բայց սրանից է նրանց գոյությունը, այժմ էլ փառքերի լույսից դողում և ծածկում են իրենց երեսները։ Տեսնելով, թե ինչպես են սարսում ու դողում բոլոր հրեշտակները, տես, թե հողեղենները ինչ կկրեն այն ժամ և կամ ինչ կպատասխանեն։ Եվ ապա լույսի հրաբորբոք և ճառագայթացև փայլից ու ահռելի որոտից կդողան լեռներն ու բլուրները և կհալվեն ու կհավասարվեն դաշտերին։ Կշարժվեն անդունդներն աշխարհի հիմքերով հանդերձ և կհնչի փողը, որը հրեշտակապետի ձայնն է ու կասի. «Վեր կացեք ննջեցյալներ, որոնք Ադամից եք, ահա գալիս է նա, ով ձեզ ստեղծեց»։ Եվ Աստծո զորությունը, որ ոչնչից ստեղծեց արարածներին, խառնվելով կմիանա հրեշտակապետի ձայնին ու սլացիկ արագությամբ կանցնի մինչև անդունդները և կշարժի բոլոր ստեղծվածներին, ակնթարթային հրաշապես նորոգմամբ ստեղծելով, կկենսագործի մարդկանց հողդարձած մարմինները։ Այն ժամանակ աշխարհից կլսվի առավել դառնագույն ձայն, որովհետև հասավ իր ծննդյան ժամանակը, նման կնոջ, որը հույժ սաստկագույն գոչում է ծննդաբերելու ժամանակ երկնքի ցավերից։ Ապա Աստծո ակնթարթային հրամանով երկիրը կծնի Ադամի որդիներին, և մարդկային ցեղը կհառնի հողից, ինչպես ծաղիկները գարնանը, զանազան գույներով, յուրաքանչյուրն իր արմատների վրա։ Նմանապես էլ ամեն մարդ կդառնա ըստ իր արած գործերի։ Եվ հրեղեն ծովը երկնքից, անդունդներից և ամեն կողմից հանկարծակի կծածկի բոլոր արարածներին ջրհեղեղի չափով, որը եղավ Նոյի ժամանակներում, և հրեղեն ծովի մեջ կծածկվեն թե արդարները, թե մեղավորները։ Եվ եթե արդարները փոքր-ինչ պակասություն ունենան, այն էլ հուրը կմաքրի ըստ Տիրոջ հրամանի, որ ասում է. «Ամեն բան կրակով պիտի աղվի»։ Իսկ արդարները, ջրեղեն ծովի լույսն ու թեթևությունն առնելով, կբարձրանան լուսեղեն խմբերով Քրիստոսին հանդիպելու ըստ առաքելական խոսքի։ Եվ հրեշտակները կընտրեն արդարներին և նրանց պատվով կբարձրացնեն ըստ Տիրոջ հրամանի, կհավաքվեն նրա ընտրյալները։ Եվ այն ժամանակ այնտեղ չի երևա ոչ հպարտ թագավորը, ոչ բարձրամիտ իշխանը, ոչ թագուհին բազումախտերի տիկինը, վավաշոտ ու հեշտասեր մարմնի սնուցողը, ոչ հպարտ և շահասեր առաջնորդը, որ ճեմում էր աստվածաբար, ոչ բարձրագահ գիտնականը պերճացած տգետ ժողովրդի մեջ։ Չի ճանաչվի ոչ կին, ոչ տղամարդ, ոչ տեր և ոչ ծառա,
այլ միայն արդարները կփայլեն առավել պայծառ, քան արեգակը ըստ Փրկչի խոսքի։ Եկեք քննենք, ով Աստվածասեր, թե այդ ժամանակ ուր կլինեն վավաշոտ ու ախտասեր մարմնաբույծները, ուր կլինեն արբեցող և հիմարացած գինեմոլները, որոնք այժմ շվայտանում են զեխությամբ, և նրանք, որոնք կուռքի պես պաշտում են իրենց որովայնը, և նրանք, որոնք սիրում են բուսանական երգերն ու չար խնջույքները։ Ուր են այն ժամանակ աշխարհակալ, մեծամեծ ու փառավոր իշխանները, որոնք աստվածաբար վարվում էին իրենց կամքով։ Ուր են դյուցազուն և անվանի կայսրերը, հռչակավոր և բարձրագահ թագավորները, որոնք ավելի ծառայել ու պաշտել են տալիս իրենց անձերը, քան Աստծուն, որն ստեղծեց իրենց։ Արդ այնտեղ չեն երևում, որովհետև հայտնի չեն անունները, առաջ չեն բերում նրանց ու չեն մեծարում, չեն սարսում և դողում նրանցից ինչպես այժմ։ Ուր են ջահակալները, իգավորներն ու սուսերավորները, որոնք նրանց առաջ են, բոլորը խափանվեցին, որովհետև սուտ և ունայն երազների տեսիլք են և չեն հայտնվում ոչ մի տեղ։ Եվ այս ինչպես եղավ, որովհետև Տերը հրամայեց, այն ժամանակ կծագեն արդարներն ինչպես արեգակ Աստծո արքայության մեջ, իսկ հետո դուրս կգան անդունդների ցրեղեն վիշապները և ինչպես ասացինք դժոխքի մասին ճառում, կշարժվեն հրամած ծովի մեջ, կլինեն մեծամեծ ինչպես լեռները և նրանց բերանից կրակի գետեր կհոսեն։ Կշրջեն հրեղեն ծովում և կգտնեն այն մեղավորներին, որոնք ծնեցին նրանց իրենց իսկ գեչ ցանկությամբ և զղջմամբ չսատկացրին նրանց։ Եվ կվերցնեն նրանց իրենց դառնատեսիլ ժանիքներով ու հույժ չարաչար կտանջեն նրանց հավիտյան և նրանք մահ չունեն։ Ըստ այն հոգեղեն գրքի, երբ ննջեցյալին դնում են գերեզման, քահանան նրա վրա կարդում է. «Քո ցանկությունն անցավ, որովհետև հող դարձար, բայց չի մեռնում որդը, որին ծնեցիր մեղքերով ու անօրեն ցանկություններով անշեջ հրի մեջ»։ Սրանից հետո գետի նման աշխարհից դուրս կելնի թանձրագույն, մրախառն, խավարային ու այրոխուրը մեղավորներով ու հրեղեն վիշապներով հանդերձ ըստ Փրկչի բարձրագույն հրամանի, որ ասում է. «Հանեք նրանց արտաքին խավարը», և ապա ըստ Հովհաննես ավետարանչի աստվածային տեսիլքի. Քրիստոսի հետ խաչված անդրանի կատարյալ սուրբերի հոգիները կկազմեն լուսավոր, մեծ, զարմանալի ու փառավոր աթոռ, որի վրա կբազմի Քրիստոս դատավորը և նրանցով կդատի բոլոր արարածներին ասելով. «Սրանք էլ ձեզպես մարմնավոր կարիքների ներքո էին, սակայն դուք ինչու չնմանվեցիք սրանց»։ Այս այն խոսքն է, որ հրամայում է մեր Տերը. կնստեք 12 աթոռների վրա դատելու Իսրայելի 12 ցեղերին։ Արդ այսպես է նրանցով դատելու աշխարհը, որովհետև Քրիստոսն է միակ դատավորը և ուրիշ ոչ մեկը, ոչ առաջին արդարներից և ոչ էլ վերջին ընտրյալներից։ Արդ Հովհաննես ավետարանիչը տեսավ և ասաց Նոր Երուսաղեմի, երկնավոր քաղաքի, գարան հարսի, արդարների հոգիների մասին, որոնք նորոգեցին իրենց անձերը ջերմ արտասուքով ու այլ առաքինություններով և դարձան Աստուծո բնակության քաղաք։ Քանզի Աստված առավել ցնծալով բնակվում է արդարների հոգիներում, քան քերովբեական կարգում, որովհետև հարստացան և սրբությամբ միացան նրան։ Եվ հույժ ահեղ փառքով Քրիստոս դատավորը կբազմի զարմանագործ աթոռին Գողգոթայի վրա, որտեղ խաչի մաղվամբ անարգեցին նրան։ Եվ այն ժամանակ հողեղեններն ու հրեղենները կսարսափեն դողալով նրա առաջ, և նրանք, ովքեր մեծ կամ փոքր մեղքերով դրվել էին գերեզման, որոնց Հովհաննես ավետարանիչը մեծ ու փոքր մեռյալ է կոչում, նույնպես կհառնեն ու կկանգնեն նրա առաջ սարսափելով։ Եվ ամեն մարդ գիտուն վարդապետ կդառնա և կընթերցի իր գործած չարիքների ու բարիքների գիրն ըստ գրքի, որ ասում է.
Նա ատյան նստեց և գրքերը բացվեցին։ Այն ժամանակ կմիանան մարդն ու իր գործերը, և որևէ տեղից օգնական կամ բարեխոս չի լինի, և անհավատներն ու անհույսները, խաչ բարձրացնողներն ու անզեղչ մեղավորները դառնապես կողպան ու լաց կլինեն այն տիեզերական հրապարակում, թաքնվելու տեղ կորոնեն ու չեն գտնի ըստ ավետարանչի խոսքի։ Քանզի բոլոր արարածները, որոնք երկինքներից էլ վեր են, որոնք անդունդներից էլ ներքև են, և նրանք, որոնք երկնքի ներքո են և երկնքից դուրս, առհասարակ բոլորը համեմի սերմի մի հատիկի նման կլինեն Աստուծո ամենատես աչքի առջև։ Այս ամենը կկատարվի Երուսաղեմում, ուր չարչարեցին նրան, որպեսզի խաչ բարձրացնողները տեսնեն նրա ահեղահրաշ ու զարմանալի փառքը, և հերձվածողները, մյուս անդարձ մեղավորները, ինչպես նաև անհավատները, որոնք անարգում են նրան, կամաչեն հավիտենական ամոթով և վայ կտան իրենց անձերին։ Եվ այն ժամանակ կտեսնեն նրա տեգով խոցված կողը և բևեռների հետքերն ափերի մեջ ըստ գրվածի, կնայեն նրան, ում խոցեցին, և նա, ով չար մեղքերով իր անունը ջնջեց կյանքի գրքից ու արտասուքով կրկին չնորոգեց գիրն ու անունը, կմտնի կրակել լիճը սատանայի հետ, ինչպես տեսավ Հովհաննես ավետարանիչը։ Այդպես նաև այժմ է պատահում։ Զինվորներին աշխատավարձ կամ ռոճիկ տալու ժամանակ, ում անունը գրված չէ թագավորների և իշխանների գրքում, նրան աշխատավարձ չեն տալիս, որովհետև նրա անունը չգտնվեց թագավորի գրքում։ Ըստ մարգարեի, այն օրը մեղավորների համար չար գիշեր է, խավարամած ու մառախլապատ, և նրանց մշտնջենավոր ողբի և սուգի սկիզբը, իսկ արդարների համար այն օրը բարի է և գերազանց լույս, ինչպես նաև նրանց անճառ ու հավիտենական հանգստի սկիզբը։ Մեղավորների դասերը մեծ ամոթով գլուխները խոնարհած կկանգնեն, որովհետև կտեսնեն, որ անդունդներից հուրն ու հրեղեն որդը եռում են իրենց համար, և կհոսեն հրեղեն գետերը, կհորդեն բոցեղեն հեղեղները և կծավալվի ծովածած հուրը։ Հույժ զարհուրելի ճայթյուններ ու դղրդյուններ, ամեն կողմից անսպառ փայլատակումներ ու անպատմելի հրաձգություններ, լուսեղեն զորքերի ձայներ, դատավորի ահարկություն և այլ անպատմելի հրաշքներ կլինեն այնտեղ, և այս տեսնելով մեղավորները վայ կտան իրենց անձերին։ Իսկ ընտրյալ արդարների դասերը բարձրագլուխ ու համարձակ կկանգնեն մեծ պարծանքով, ցնծարից բերկրանքով, որովհետև կտեսնեն բացված առագաստը և իրենց համար պատրաստված հարսանիքը, նորոգված ու ճառագայթաձև փայլող անթառամ պսակը և իրենց դիմաց քաղցրահայաց թագավորին, լուսեղեն անմարմիններին գովելիս ու փարվելիս իրենց, փեսային ուրախացած, խոստումը ձեռքին և լուսեղեն ամպը հարդարած։ Նրանք կխայտան զանազան ուրախություններով, որովհետև Տերն ու դատավորը արդարների դասերին ասում է. «Եկեք իմ հավատարիմ զինվորներ, որ ատեցիք աշխարհը, սպանեցիք բոլոր ախտերը և ձեր մարմինը խաչեցիք, արդ ուրախությամբ մտեք իմ հոր լուսեղեն առագաստը, տեսեք իմ անսահման փառքը և վայելեք իմ անսպառ հանգիստը»։ Բայց ինչպես կշեռքով դատավորը արդար կդատի յուրաքանչյուրին, մինչև անգամ խորհուրդներն ու խոսքերը, որոնք չի խոստովանել։ Ըստ այնմ, որ ասում է, կդնեն արդարության կշեռքը, իսկ Տերն ասում է. «Դատարկ խոսքերի համար հաշիվ եք տալու, և իմ դատաստանն արդար է, և այնտեղից դուրս չես գա, մինչև չվճարես վերջին գրոշը, այսինքն փոքր մեղքերինը, որոնց վճարը խոսքով է»։ Աստծո սիրելիներ, նրա անարատ արյունով գնվածներ և նրա ավետյաց ժառանգներ, տեսեք և խորհեցեք, որովհետև
Այս ահեղ դատաստանից ու տիեզերական զարմանալի ատյանից սոսկացին բոլոր սուրբերը և խաչ բարձրացրին իրենց անձերը։ Ուստի աղաչում եմ, ըստ մեր կարողության ջանանք նաև մենք և հույժ փախչենք աշխարհի սիրուց և մահվան ու դատաստանի օրը միշտ պահենք մեր աչքերի առջև, ինչպես նաև մեծ ջանքով ու արագությամբ գործենք բոլոր առաքինությունները ըստ Աստծո կամքի, որպեսզի այստեղ ապրենք խաղաղությամբ, իսկ հանդերձյալում արժանավոր լինենք Աստծո անճարելի բարիքներին բոլոր ընտրյալ արդարների երամների հետ, որոնք անդրանիկների դասերն են մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհներով ու մարդասիրությամբ, որին վայել է փառք, պատիվ և իշխանություն Հոր և Սուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։